Իսկ ես այս համատեքստում նաև հիշեցնեմ, որ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համագործակցության նոր Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։ Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան-Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է։ Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայունության բարձրացման համար։ Բրյուսելը նաև օգնելու է Հայաստանի տնտեսությանը, որպեսզի այն դիվերսիֆիկացվի։ Եվրամիությունը 15 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին, որն ուղղվելու է խաղաղությանն ու ավելի դիմակայուն Հայաստանին։ Եվրամիության աջակցության փաթեթներն ուղղված են նաև թույլատնելու կախվածությունը Ռուսաստանից։ Բրյուսելը Երևանին ընտրություններից առաջ նաև 5 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարի համար։ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից առաջ բախվում է լուրջ տեղեկատվական մարտահրավերների։ Նա պնդել է, որ Ռուսաստանը եւ նրա հետ կապված կառույցները երկրում անցկացնում են ապատեղեկատվական արշավներ, ինչպիսիք իրականացրել են Մոլդովայում։ Ռուսաստանն էլ իր հերթին արձագանքեց այս կարևոր իրադարձություններին իրեն բնորոշ կտրուկ եւ վիրավորական տոնով։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով Եվրամիության առաջնորդների հայտարարությունները իբր ցույց են տալիս, թե Բրյուսելը մտադրություն ունի վնասելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Զախարովան ընդհուպ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին եւ ընդլայնման հանձնակատար Մարտակոսին անվանեց բրյուսելյան վամպիրներ։ Եվրամիության հիմնական նպատակը հայ-ռուսական կապերը խաթարելն է, ոչ թե տարածաշրջանում խաղաղության կամ զարգացման խթանումը, ասել է նա։ Ըստ նրա, Եվրամիությունը ձգտում է ցանկացած միջոցով վնասել փոխադարձ հարգանքի վրա հիմնված ավանդական փոխշահավետ գործընկերությանը Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ոլորտներում, այդ թվում էներգետիկայում։ Մենք ունենք ենթակառուցվածքներ, փոխշահավետ երկխոսություն ու իրական համագործակցություն, ենթադրել է Զախարովան։ Միացյալ Նահանգները այժմ աշխատում է Հայաստանի կառավարության հետ ձևավորելու Թրամփի ուղու եւ Վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքների մշակման եւ իրականացման կառույցներ, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։ Քրիստինա Քվինն ասել է, որ ներկայումս ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի եւ Թրամփի ուղու իրականացումը։ Աշխատանքային խմբերը արդեն ստեղծվել են եւ ինչպես դեսպանն է հայտնել, մինչեւ տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։ Ամերիկյան կողմից աշխատանքային խումբը գլխավորելու է պետքարտուղար տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը։ Երևանը եւ Վաշինգտոնը նաեւ աշխատում են Թրամփի ուղու պլանավորման եւ կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորման ուղղությամբ։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ եւ սպասում ենք առաջընթացի մասին լուրերի, հավելել է Քվինը։ Նրա համոզմամբ Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման եւ խաղաղության նախագծի ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ եւ նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ Թրամփի ուղին ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաեւ տալիս է Հայաստանին հնարավորություն ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման եւ համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի եւ սպառողների համար, ասել է դեսպանը։ Վերջինս շեշտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը արևելք-արևմուտք կոմերցիոն օղակներում։ Քրիստինա Քվինը նաեւ վստահություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն են եւ ամուր, քան երբևէ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը նախաստորագրեց երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը Ադրբեջանի հետ։ Դեսպանը շեշտել է, Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանը եւ վավերացմանը ու կշարունակի աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։ Բաքուն վերահաստատել է 3+3 ձևաչափով հերթական հանդիպումը հյուրընկալելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Հայաստանն այն մերժելու որևէ պատճառ չունի։ Մենք կարծում ենք, որ հայկական կողմը այլևս որևէ պատճառ չունի չընդունելու 2024 թվականին հնչեցված առաջարկը, այն մնում է ուժի մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ ասուլիսում։ Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունը առաջարկել է Ադրբեջանի նախագահը եւ այս ձևաչափի
ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել 3 հանդիպում։ 2024-ի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումը անցկացվի Ադրբեջանի նախագահության ներքո Հայաստանի հետագա համաձայնությամբ։ Ցավոք, նման համաձայնություն չի ստացվել, ասել է Բայրամովը ու հավելել, այժմ իրավիճակը այլ է, այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ 3+3 ձևաչափի նախարարական հաջորդ հանդիպման վայրի վերաբերյալ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները շարունակվում են, ազատությանն ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Հիշեցնեմ, այդ ձևաչափի շրջանակներում տեղի է ունեցել 3 հանդիպում Ռուսաստանում, Իրանում եւ վերջինը 2024 թվականին Թուրքիայում։ 3+3 Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան 3 երկրների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի 3 տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասության ու ներկայության պատճառով։ Թուրքիայում այս ձևաչափով հանդիպմանը Մոսկվան, Անկարան եւ Թեհրանը Երևանին ու Բաքվին կոչ էին արել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը այդ հարթակում կատարել եւ ավարտել։ Երևանը, սակայն, նպատակահարմար չէր գտել այդ առաջարկը։ Եվ այժմ զրուցելու եմ միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, նախ սկսենք Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունից, որ մինչև տարեվերջ արդեն հայ-ամերիկյան երկկողմ աշխատանքային խմբերի անդրանիկ նիստերն են սպասվում, եւ դեսպանը նշեց, մասնավորապես նաեւ կարեւորեց, ասաց, որ սա Հայաստանի եւ Ամերիկայի միջև ռազմավարական գործընկերության դեռևս ընդհանրապես առաջին քայլն է, եւ ասաց, որ Թրամփի ուղին Հայաստանին համաշխարհային շուկայի հետ կապելու, առևտրային ճանապարհները բացելու մեծ հնարավորություն է տալու եւ Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցել, որպեսզի Հայաստանը միանա արևելք-արևմուտք կոմերցիոն օղակներին, հա։ Ընդհանուր իրավիճակը ինչպես է փոփոխվում, ինչ նշանային փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի համար ու ինչ հնարավորություններ են այս համատեքստում առաջ գալի ամերիկյան նման պատրաստակամության եւ աջակցության պայմաններում։ Մեր հանրությունը տեսնում է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունները բազմաշերտ ոլորտ ունեն եւ դրա վառ օրինակն է ինչպես ուրեմն դեսպանի հայտարարությունները, որ սա առաջի քայլերն են եւ Հայաստանի համար լինելու է բաց հնարավորություններ մասնակցի արևելք-արևմուտք եւ ուրիշ նաև լոգիստիկ այս կարևոր գործընթացներում, դա նաև ներառում է էներգետիկ իհարկե հարաբերությունները եւ ամենակարևորը մեր համար դա նոր տեխնոլոգիաների, ինչպիսին է արհեստական բանականությունը, այդ ոլորտում նաև շատ ակտիվ համագործակցությունը եւ NVIDIA-ի ներդրումը նաև անդրանիկ քայլն է Միացյալ Նահանգների կողմից։ Ընդհանուր առումով սա պատշաճ ռազմավարական հարաբերությունների համար օրակարգ է, բայց հասկանալի է, որ մեր նպատակը պետք է լինի ազգային նպատակը ռազմավարական դաշնակցության հասնելը, եւ ես համարում եմ, որ ձևավորվել է պատշաճ հնարավորություն, որ Միացյալ Նահանգների համար ինչպիսի կարևորություն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելը, նույն կարևորության հասնի նաև Հայաստանը իր հնարավորություններով այստեղ մեծագույն ազդեցություն ունենա Եվրասիայի մայրցամաքում լոգիստիկ կապերի վրա, ինչպես նաև առհասարակ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների վրա։ Եթե նախկինում գլխավոր դաշնակիցը այս փոքր տարածաշրջանում նկատի ունեմ Կովկասի ընկալվում էր Վրաստանը, ապա ակնհայտ է, որ հիմա այդ դաշնակիցը դարել է Հայաստանը։ Այսինքն փոխատեղում է տեղի ունեցել։ Այո, եւ ես հուսով եմ, որ Թբիլիսին եւ Երևանը կկարողանան նաեւ ապագայում Վրաստանում փոփոխությունների հետևանքում ել ավելի տանդեմում գործել, որովհետեւ Թբիլիսի եւ Երևանի տանդեմը տալիս են հնարավորություններ ուրեմն հավասարակշռեցնել այն իրավիճակը, որը ստեղծել է տարածաշրջանում եւ կա հարցեր, այո, որտեղ որ ել ավելի նպատակահարմար է, որ Երևանը լինի մոտիկ արևմուտքի հետ, բայց կան հարցեր, որը Վրաստանը իր դերը պետք է խաղա հատկապես լոգիստիկ կապերի ուղղությունով նույն արևմուտքի հետ կապերի, որովհետեւ ինչքան էլ թուրքական եւ ադրբեջանական ուղիները այլ ընտրանքային չլինեն Երևանի համար եւ Վաշինգտոնի մասնակցությունը այդտեղ շատ կարեւոր,
Վրաստանի ուղին ծև ծովով մնում է կենսական նշանակություն ունեցող։ Ուստի ես կարծում եմ, որ Վրաստանը եւ Հայաստանը այստեղ այո նոր աշխարհաքաղաքական տանդեմային քաղաքականություն պետք է վարեն։ Իմ պատկերացումով դա տեղի կունենա այն պահից, երբ Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն եւ ռուսամետ իշխանությունները փոխվեն վրացամետ իշխանությունով, բայց ընդհանուր առումով մենք ունենք այդ ունիկալ հնարավորությունը եւ Միացյալ Նահանգները այստեղ իհարկե նաեւ մեծ փաթեթում են դիտարկում, որովհետև եւս մեկ անգամ շատ հարցերի առումով Թուրքիայի տարածքով մատակարարումները մնալու են սահմանափակ եւ միակ ուղին խոսքին ռազմական մատակարարումների համար օրակարգային է իհարկե Վրաստանը։ Ես նաև դրա մասն եմ ուզում ձեզ հարցնել, արդյոք կան դրա հնարավորությունները, որպեսզի այսպես ասենք, այդ հարաբերությունները վերաթարմացվեն, ես նկատի ունեմ Վրաստան Միացյալ Նահանգներ, որն էլ հնարավորություն կտա Երևանին ու Թբիլիսիին համատեղ գործել նաև այդ թվում եւ Միացյալ Նահանգների հետ։ Ես համարում եմ, որ այդպիսի հնարավորություն կա, բայց միայն Վրաստանում իշխանափոխության հետևանքում այս իշխանությունների հանդեպ վստահություն Վաշինգտոնում չկա եւ ուստի դրանից է գալիս իրավիճակը, որ չեն ճանաչում այս իշխանություններին եւ կապեր չեն հաստատում բարձր մակարդակով։ Ճիշտ է, Վրաստանի գործող իշխանությունները ցանկություն ունեն կապերը վերականգնելու, բայց մինչեւ այս պահին դա տեղի չի ունեցել Վաշինգտոնի որոշումով։ Իմ ներքաղաքական գործունեությունը Վրաստանում նաեւ ուղղված է նրան, որ ձևավորվի այնպիսի այլընտրանք քաղաքական Վրաստանում, որը կունենա մի կողմից Վրաստանի շահերին ուղղված քաղաքականություն, մյուս կողմից արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնելու եւ նաեւ իհարկե Երևանի հետ տանդեմում գործելու, ինչը առհասարակ պատասխան է ձեր հարցին, որ այո, Վրաստանում այսպիսի ուժեր կան եւ համարում եմ, որ Վրաստանի հանրությունը նաեւ հենց այդ ուժերի ուղղությամբ կունենա իր ընտրությունը, որովհետև այսօրվա ուժը կարելի ասել, որ նույնիսկ վրացամետ քաղաքականություն չի վարում եւ դրա վառ օրինակը օրերս տեղի ունեցած սկանդալն էր, որը Ադրբեջանն էր ներառում, բայց իրականում նաեւ Հայաստանը այսպիսի մոտեցումով Վրաստանը չի կարող իր շահերը ապահովել տարածաշրջանում։ Դուք սկանդալը հիշատակեցիք, մասնավորապես լոգիստիկ հարցերի վերաբերյալ, ըստ մամուլի, հա, բայց մենք նախորդին տեսանք, որ վրացական կողմը որպես տարածաշրջանում խաղաղության մեջ ներդրման ժեստ համաձայնել է Ադրբեջանից Հայաստան վառելիք իր տարածքով փոխադրել անվճար, որպես այսպես ժեստ, հա, այս գործակցության մեկնարկի, այսպես ասենք։ Այո, սկանդալից հետո, որտեղից մենք տեսանք, որ նաև Ադրբեջանը փաստացի սպառնալիքի լեզվով էր արդեն սկսել խոսել պաշտոնական Թբիլիսիի հետ, իսկ հիշեցնեմ, որ Ադրբեջանը տարբեր լծակներ ունի ազդեցության նաև Վրաստանի վրա, նույն վառելիքի ուղղությունով, մեկ անգամ այդպես անվճար, ուստի Վրաստանը կվճարի դրա համար ժեստ անելը որևէ նշանակություն չունի։ Դրա փոխարեն լավ կլիներ, որ հաստատեին, որ այն նույն ուրեմն սակագնով է տեղի ունենալու փոխանցումները դեպի Հայաստան, որով տեղի է ունենում խոսքին դեպի Թուրքիա, ադրբեջանական վառելիքի կամ դեպի Սևծով։ Ուստի ես կարծում եմ, որ սա սիմվոլիկ քաղաքական քայլ է, որը իրական բովանդակության հետ խնդրի կապ չունի եւ եւս մեկ անգամ հաստատում է, թե ինչպիսի իրավիճակ է այստեղ տիրում եւ ինչու առհասարակ պետք է հարցը հասներ դրան, դա իհարկե Վրաստանի շահերի դեմ է։ Շատ լավ, պարոն Թոմասյան, ես Ադրբեջանի արտգործնախարարությունն է քիչ առաջ հայտարարություն տարածել, որի հիմնական ասելիքը հետևյալն է, ասում են, չնայած Եվրամիություն Հայաստան փաստաթղթում Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը աջակցող բազմաթիվ դրույթներին, որոնք տարածաշրջանային կոնսենսուս չունեն, չափազանց մտահոգիչ է, որ մեծ նշանակություն ունեցող Թրամփի ուղի նախագիծը նույնիսկ չի հիշատակվել։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանը եւ Եվրամիությունը վերջերս ստորագրեցին ռազմավարական գործակցության նոր փաստաթուղթ, որը ենթադրում է պաշտպանական, անվտանգային, տնտեսական, հումանիտար, հիբրիդային պատերազմի դեմ պայքարի միջոցներ, օգնություն, մի խոսքով։ Հիմա ադրբեջանական արտգործնախարարությունը այսպես է արձագանքում, ինչ հասկանալ այս արձագանքից։ Պետք է հայկական կողմը բացատրի, որ նույն Միացյալ Նահանգների այդ տրիփի փաստաթղթի զուգահեռ
ստորագրված են փաստաթղթեր երկկողմ առումով խաղաղության խաչմերուկ օրակարգի ուղղությամբ։ Ուստի ստորագրելը այդ փաստաթղթերը Եվրոպական միության հետ խաղաղության խաչմերուկի օրակարգով նշանակում է, որ նաև դա ուղիղ եւ ոչ ուղիղ կապնված է TRIP-ի հետ, որովհետեւ խաղաղության TRIP-ը Հայաստանի տարածքում անցնող այդ գործընթացը ներքաղաքական օրակարգով դա խաղաղության խաչմերուկի բաղադրիչն է։ Ուստի սա պետք է ուղղակի բացատրել ադրբեջանական կողմին եւ այո, ես կարծում եմ, որ այն մեսեջները, որը վերջի օրերի ընթացքում Բաքվից գալիս են տարբեր մակարդակներով, որ իրանք ակնկալում են Եվրոպական միության ուղղակի մասնակցություն նաեւ TRIP-ի լոգիստիկ կապերի ուղղությամբ, ես կարծում եմ Եվրոպական միությունը սրան դրական պետք է արձագանքի եւ նաեւ իր դերը ունենա, դա կբերի Եվրոպական միության ավելի մեծ մասնակցությանը տարածաշրջանում եւ լոգիստիկ կապերի նաեւ ֆինանսական եւ ուրիշ բաղադրիչներում։ Համարում եմ, որ դա ճիշտ քայլ կլիներ Եվրոպական միության կողմից։ Իսկ TRIP-ի անունը իհարկե կարող էր լինել ներառված այդ փաստաթղթի մեջ, բայց եթե կա այդտեղ խաղաղության խաչմերուկ, ուստի նույն բանն է նշանակում, որովհետեւ TRIP-ն է խաղաղության խաչմերուկի բաղադրիչը, իսկ խաղաղության խաչմերուկը շատ ավելի լայն գործընթաց է եւ դա հայկական պետական ծրագիր է, Ադրբեջանում կարծում եմ արդեն շատ լավ պետք է գիտենան դրա մասին։ Նաև անդրադառնանք այդ համատեքստում 3 գումարած 3 ձևաչափին, նախորդին Ադրբեջանի արտգործնախարարը նշեց, որ այժմ այլ իրավիճակ է եւ ենթադրում են, որ Հայաստանը պիտի համաձայնի, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա Բաքվում, հետո Երևանում եւ այլն։ Ես նշեցի, որ վերջին հանդիպումը 1 տարի առաջ է եղել Թուրքիայում, հա։ Այս ձևաչափի կենսունակության վերականգնման անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված եւ այստեղ գուցե նաեւ կարեւոր հանգամանք է, չգիտեմ, որ այս առաջարկը թարմացվում է այլ իրավիճակի կոնտեքստում նաև Իրանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ 3+3-ի այդ օրակարգը ինքը շարունակվում է եւ թարմացնելու փորձը նաեւ գալիս է նրանից, որ ցանկություն կա շարունակվի։ Գիտեք, Ադրբեջանը կարելի ասել հիմնադիրն է կամ հիմնադիրներից մեկն է այդ ծրագրի։ Սա պետք է իհարկե որոշումը կայացնի պաշտոնական Երևանը հաշվի առնելով բոլոր տվյալները, բայց ես ընդհանուր առումով կարծում եմ, որ այո, այս պահի համար որևէ խոչընդոտ նրա, որ խոսքին Բաքվում տեղի ունենա այդ հանդիպումը եւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնի ես չեմ տեսնում, դա համահունչ է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին հրավիրելու առումով եւ իր պատրաստակամության մեկնել Բաքու, ուրեմն այդ տրամաբանությամբ եւ հաշվի առնելով նույն վառելիքի մասին այդ բանակցությունները եւ առհասարակ Գաբալայում տեղի ունեցած փոխվարչապետների մակարդակով այդ աննախադեպ պատմական իրադարձությունը բանակցությունները բացում են դուռ նրա, որ այո, Բաքվում տեղի ունենա այդ հանդիպումը, հետո նաեւ Երևանում եւ առհասարակ մենք այդ օրակարգով ենք շարժվում, իսկ ինչ վերաբերվում է 3+3-ին, ապա առհասարակ մեծ ակնկալիքներ հայկական կողմը երբեք չի ունեցել 3+3-ից, բայց միևնույն ժամանակ որևէ փուլում չի մերժել ավելորդ այդպիսի հարթակ, որը կարաբերի նրան, որ հարևանների հետ այդ իրական Հայաստան ուրեմն աշխարհայացքի տրամաբանությունում եւս մեկ հարթակ լինի քննարկելու եւ բանակցելու, պետք է ուղղակի ասել, որ դա 3+3 չի, որովհետեւ Վրաստանը այդտեղ չի մասնակցել եւ առնվազն այս փուլում դեռ չի ակնկալվում, որ Վրաստանը կսկսի մասնակցել, ուստի 3+2 է այդ գործընթացը ստացվում, բայց ամեն դեպքում քննարկումներ, մասնակցություններ եւ այլն իմ պատկերացումով դա իհարկե չի կարող փոխարինել որևէ ուրիշ ձևաչափ, չի կարող լինել այլընտրանք ուրիշ ձևաչափերի, ինչպես նաև երկկողմ քննարկումների, բայց կարա ուրեմն եւս մեկ հարթակ լինել տարբեր հարցեր քննարկելու համար։ Բայց այդտեղ Վրաստանը չկա, այսինքն լիարժեք չի լինում, էլի այնուամենայնիվ։ Այո, լիարժեք չի եւ առհասարակ կարելի ասել, որ նույնիսկ Վրաստանի լինելու պարագայում էլ այս հարթակը այնպիսի տարբեր աշխարհայացք ունեցող կենտրոնների մասին է, տարբեր մոտեցումներ ունեցող նույն 3 այդ մեծ պետությունը, որը տարբեր օրակարգներ ունի, աշխարհաքաղաքական փոքր պետությունների դեպքում Ադրբեջանը շատ ավելի համահունչ է նույն Թուրքիայի հետ
բայց Հայաստանը կարելի ասել այդ 3 մեծ պետությունից որևէ մեկը Հայաստանի դաշնակիցը չէ, Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում, ուստի դա եւս մեկ անգամ կրկնում եմ, քննարկումների համար հարթակ է տարածաշրջանային, ես չեմ տեսնում դրանում խնդիր եմ տեսնում, եթե որևէ մեկը փորձի այդ հարթակին ել ավելի մեծ դեր եւ նշանակություն կամ որևէ ուրիշ հարթակին փոխարինող դեր տա, բայց առհասարակ քննարկումների եւ հանդիպելու համար ես կարծում եմ վնասակար չէ այդպիսի քննարկումները, եթե ընդգծում եմ պաշտոնական Երևանը չունի որևէ տվյալներ, որ կա որևէ վնասակար օրակարգ, փակ, որովհետեւ այդ հանդիպումները փակ են եւ այդ օրակարգում չմասնակցելը Երևանի շահերից է բխում։ Ուստի մենք ձեր հետ անդրադառնում ենք հանրային տեղեկատվությունների վրա հիմք առնելով։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։